Մենք հասանք Նոյակերտի խաչմերուկ։ Բոլորը շատ են սիրում ձեզ։ Ձեր երեխաների կողմից է։ Հələ նա ինչ սիրուն է։ Այդ հաստատ ձեր ծնունդն է, հա։ Հեքիաթային է Նոյակերտի տեսարանները։ Պիտին Թամարա, դուք ունեք գեղեցիկ անակնկալ։ Բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Էլեֆեկը առողջ է։ Երկրի խաղաղություն էլի։ Փակ, ես փակ է ախտեր։ Փակը ես որ դուրս չգա։ Հա։ Ամեն ինչ լավ կլինի։ Հարգելի նոյակերտցիներ, առաջին անգամ են գալիս ձեզ մոտ։ Հələ ծափերը բերեք, հա, ապրեք։ Զանգակատան հեսատ թելագազի։ Սա մի հաշվեր հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան, հայերու։ Ընկերներ, սա Արարատի այն հատվածն է, որտեղ հիմա վերանորոգումներ են գնում եւ մենք հասանք Նոյակերտի խաչմերուկ։ Այո, շատ դաժան խաչմերուկ է, ասեմ մանակ։ Հələ նայեք ինչ ձև է։ Ահագին բարդ է այստեղ գնալը, բայց մենք կգնանք, ահա, գնում ենք։ Գեղեցիկ է Նոյակերտի ճանապարհը, հարգելի նոյակերտցիներ, առաջին անգամ են գալիս ձեզ մոտ եւ մեծ սիրով են գալիս, շատ գեղեցիկ է, դուր եկավ ճանապարհը ու ծառերը գեղեցիկ։ Հələ նա ինչ սիրուն է, կարծես գնանք ու ընկղմվենք հեքիաթի մեջ։ Հեքիաթային է Նոյակերտի տեսարանները։ Մազանգենք, որ մեզ օգնեն գտնենք։ Աշխատասեր մարդիկ են դաշտերում։ Հիմա ընկերներ, տեսեք ինչ գեղեցիկ է։ Ամեն անկյունը, ամեն տեղը։ Ճանապարհն էլ վատ չի։ Ասիով ջան, հաջան։ Բարեկամս, ես արդեն Նոյակերտի ճանապարհն եմ բռնել։ Հենց այն որ մեկը մտնում է Աչով Արարատ, դիմացի խաչմերուկից մտել եմ Նոյակերտ։ Հիմա հələ չեմ մտել գյուղ, բուն գյուղ չեմ ասես, այլ մի րոպեից կհասնեմ։ Ինչ եմ անում, աս որտեղ եմ գնում։ Որտեղ որ գերածա բարի գալուստ Նոյակերտ, հələ այդ բարի գալուստին չենք ասել։ Հա, այդ քարի ցեղ բան պիտի հանդիպի քեզ, այդ քարի ցեղը բարձր ուղի հանցի, իստեղ ջան։ Նոյակերտում ունենք քարի ցեղ, հա, հələ տենամ էլ իշ կա այստեղ։ Գնաց այդ ցախկերից։ Գնում եմ։ Հա, հիմա արդեն մտամ տները։ Տներն ա սկսեք։ Չէ, Ստեփ ջան, բան արա, հենց առաջի փողոցից աչ ես անում։ Հա, դե լավ, հենց առաջի փողոցից աչ անեմ, հեսական հասնեմ առաջի փողոց։ Կա Viber-ով վիդեոզմանոկ անեմ։ Հա, արա, Viber-ով արա։ Լավ։ Ստեփ ջան, կապերից ա ոնց։ Հա, լավ, ոչինչ, ցես բացատրի, ես այդ աչը արել եմ, գնում եմ առաջ։ Մի հատ կանաչ Opel կա դեմս 460 համարներով։ Կանաչ Opel։ Աչի վրա տրակտորներ են կայնած տան հայատեք։ Չէ, ցավը տանեմ, հենց գյուղ չես խորանում։ Այդ ասֆալտովի կար, առաջի աչդ որ կա, այս տների երկու հատ տունա։ Մի հատ Էս յանի մեջի ճամփով ուր կեթամ, մեջ ճամփով չեմ կարա, այդ համելն եմ են առաջինը։ Դե լավ, ուրեմ հետ եթամ, լավ, հետ եթամ զանգեմ։ Լավ, հələ բացատրի տունը ինչ գույնի վառոդ բան է։ Viber-ով հələ փորձի Viber-ով զանգես, էլի ցավը։ Լավ, հեսա կզանգեմ, լավ։ Լավ։ Հարգելի նոյակերտցիներ, մենք հիմա ձեր գյուղում զբոսնում ենք։ Շատ հաճելի է այստեղ գտնվել։ Մանավանդ երբ որ դեմ դիմացդ է մեր Սուրբ Լեռը, Արարատը, ստուծողորները մեծացել են, քալապատուղները մեծ են, Վարդան։ Հələ տենամ սրա վրա կա ֆիքսես, ինչքան մեծ է։ Էսի մանր բան է, էսի ուր է, չել երևում, չկա, այս մեկը բերք չի բռնել, սրանք կարելի է կտրել էս տարի։ Գնանք մյուս թաղ մտնենք։ Ահա, զանգը վրա հասավ։ Եկավ զանգը բոլորիս, սպասված։ Զանգը եկավ։ Դե հիմա պտտեմ տեսա խցիկը։ Հա, դու քո վիդեոն անջատի որ տենաս, քո վիդեոն անջատի որ կապերը լավը լի։ Հիմա կամերան դուրս ա վտանը։ Շուռ եմ տվել։ Բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Վաչիկ էս տանտեղը կասեք ինձ։ Վաչիկ։ Ինչ բաչ։ Դուք հարսիկ եք այս գյուղում։ Լավ, շատ բարի։ Լավ չէ, հարսիկա չի կարա իմանա։ Մենք գնանք հələ տենանք իրար հետ կգտնենք։
Սերջան, մի հատ էլի կամերած պորտուր, մի հատ կամերան շուր։ Շուռ եմ տվե։ Շուռացրել եմ։ Այդ ես որ մասն է, մի րոպե Հրաչ ես։ Բարև ձեզ։ Հրաչիկ ես տունն եմ ես։ Վաչիկ ես տունը, վաչիկ եմ։ Նոյակերտի մուտքերը շատ են ընկերներ։ Եթե կգաք Նոյակերտ իմացեք, մեկը Ավշարի մոտից է, մյուսը Արարատի կողմից, այնպես որ գալուց իմացեք, երկու մուտք կա, մեկում գրված է բարի գալուստ Նոյակերտ, մյուսում ուղղակի գրված է Նոյակերտ։ Մենք բարի գալուստով չենք եկել, դրա համար մի քիչ երկար պետք է ման գանք, բայց կգնանք կգտնենք։ Գնում ենք Նոյակերտի սիրուն փողոցներն են։ Մենք ցենտրալնի փողոց, արդեն ցենտրալնին ասֆալտապատ է, երևում է մի անգամից ընկերներ, տեսեք, այստեղ արդեն ասֆալտ է երևում, ուղղակի կողքի ցեխը այնքան շատ է, որ մի քիչ փակել է ասֆալտը։ Բայց դա մենք չենք նեղվում ու շարունակում ենք մեր ճշմարիտ ճանապարհը դեպի Օբելյարի հասցե։ Օբելյարի անունը չճշտեցի, բայց հեսա ուր որա կզանգեմ ճշտումներ անելու ու կճշտեմ։ Չէ՞։ Ինչ հետաքրքիր խոտը քաշվե էլեկտրասյան վրա եւ գեղեցիկ տոնածառի իլյուզիա ստեղծել։ Այդ յուղամեջն է, նայ։ Յուղամեջն է ընկերներ Նոյակերտի։ Փառք մեր բոլոր ժամանակների հերոսներին։ Այս յուղի կենտրոնն է, որ պետք է միշտ ցուցադրի եւ հիշեցնի մեզ մեր հերոսների մասին։ Դրա համար էլ պարկած ոստիկան կար, որը որ ջարդեց մեր մեքենան մի քիչ։ Հեսա պես գրածա բարի գալուս Նոյակերտ։ Հարազատ է Նոյակերտը, երևի տղուսանը Նոյա դրա համար, հա։ Շենքերը պրծնում է, պարկած ոստիկանների մասին բան չասին, բայց լավ էլ առատ է պարկած ոստիկաններով այս փողոցը։ Այս է աղբերս ասեն։ Այդ է նաշն է, որ ասած աչ ես անում։ Հրաշք տեսարաններ են, բայց զգում ես հրաշալի տեսարանների ականատեսն ենք մենք ընկերներ։ Նոյակերտ էլ եկանք, ամեն ինչ հիանալի է, չէ՞ Վարդան։ Հասիվ ջան։ Կերի, Հաջանա։ շատ լավ տեղ է, իրես խարս ես տարեմ, հալադեց, ուրեմ բան եմ, ես արդեն իրանց տան մոտն եմ, մի հատ 07 եմ նկատում, մի հատ գոլֆ եմ նկատում, այդ իրաց տունն է, մի հատ էլ անուշ աղբեր եմ նկատում, դուսը նստած ծխում է, կանաչ շորերով։ 5507։ Հա, աղբեր ես։ Այդ Անիր Զաքսը, Սերջան, Անիր Զաքսը։ Հա, այդ արդեն երևաց, լսի աղբեր, ստե պետի մտնեմ, հոչի տենա, հոշուտ չի տենա։ Հաստատ աղբեր, դե լավ, ես ես օպերացիան կատարեմ, լավ։ Մարտինն է, ասա Մարտինն է։ Մարտին է տտի, Մարտինն է, հա, Մարտին։ Մարտին, հա, Մարտին։ Լավ, լավ, լավ։ Դե նայ, հավեսով ցավը տան։ Լավ, աղբեր, ես հյուրասենյակ, հա։ Բակատենա։ Էյաննա։ Լավ դե քեր, լավ։ Աղբեր, երեխաների կողմից է, չէ՞։ Սիրուն տեղ աղբեր։ Կերտը գեղեցիկ բնապատկերներով լի։ Չէ, մեզ չէ եկե, առաջ անգամ եմ գալի, այնա բանել է մեծացել, տես։ Թութը։ Ազերբայջան հաճել է Մարտին ջան։ Մամայի ծննդյան օրն է այսօր, չէ՞։ Աղբեր բան էլ վերց էլի։ Հետո գմփով վերց։ Հեսենյանով էի մտել։ Դավալիով եկամ, հետո դոգին որ սխալ եմ եկել։ Հա չէ առաջ տունը ձերն է, գյուղի, այս կամից։ Հա, ասին։ Դե ճշտումներ է անում, ասին։ Վարդան ես հիմա կողարկվել եմ, երևում է որ կողարկվել եմ։ Հա, գյուղը մեջ չէ, են մի ծեր գյուղի։ Մամայի անունն է։ Թամարա երեխաների կողմից, չէ՞։ 5 երեխա եք։ 6 երեխա։ 6 երեխաների կողմից եկել ենք։ Բայց ինքը ճանաչում է ինձ։
տղեկից մենակ դու ես տա հիմա։ Ծաղիկները դու ես տալու։ Թե, ընկերներ, դե ոտներս խերով գնաց։ Փակ, դու ես փակ է ախպեր, փակել ես որ դուրս չգա։ Թամարա։ Բարև ձեզ, այդ հաստատ ձեր ծնունդն է, հա։ Պատահաբար եկանք ու ծափեր ենք լսում, չէ, ծափեր ենք լսում։ Հա, շնորհավոր ձեր ծննդյան օրը, տիկին Թամարա, դուք ունեք գեղեցիկ անակնկալ, եկել ենք ձեզ ուրախություն բերենք։ Ուրախանում եք, հա։ Հələ մեծ լավ ուրախացեք, եկեք այս կողմը բոլորը թող ձեր հետ ուրախանան, ով ուզում գա գրկել, եկեք գրկեք մի հատ բան շփոթվել է, այնց արագ եք։ Դուք շատ սիրված մայրիկ եք։ Մարտունի գնացել են։ Հա, սաղտերենը գնացել են։ Հա, տեսել ես, դե ավելի լավ, հիմա էլ եկել եմ ստե, եկել եմ կողոտ եմ կայնել։ Հա, սաղտերենը էլ եկել եմ, սաղ, տեղ չեմ թողել։ Ոտներս խերով ձեր օջախ, դե մի հատ երազանք պահեք չեք հլպենանք, իշ կլնի։ Իմ երեխեքը առողջ են, Հա, երկրի խաղաղություն էլի, հա, ամեն ինչ լավ կլի։ այո, դեպ չի։ Բավր են ծապել։ Ապրեք, դες քաղցրություն տալիս եմ ձեզ։ Գիտեք ում կողմից, հա։ Թորնիկիս։ Պա, որ թողնիկ է, հələ մի րոպե մատ ես ճշտեմ։ Նարինեի, չէ, լավ, չէ, հլասա էլ ում կողմից, հլասա։ Տղես, հա։ Չէ, իրականում, չէ, բոլորը շատ են սիրում։ 6 երեխաների, մանավանդ են զանգակատան փեսատ խելագարվում է։ Շատ սիրում ա քեզ, առողջ լնես, լավ լնես, հիմա տես ինչ ենք անում։ Ես ուզում եմ, որ ծաղիկներ նվիրեն ձեզ։ Ջիջարով էլ է գրկի, ախպեր լավ չէ։ Ոչ չվախեցակ, տեսեք տոնական, տոնախմբություն, հարսներ ընձի բան չասեք։ Հա, չեք ասում, չէ։ Չէ, մենք պետք է գնանք, ախպեր չէ, լսի, պետք է գնանք, ես ուշանում եմ, գնում եմ բան էլի, հոկտեմբերյանի աները, դե գործ ունենք։ Խնդրեմ, ձեզ լավոր, ուրախացավ, շատ ուրախացավ, իսկ մենք էլ ուրախացանք, դրա համար ուրախությունից պայթուններ էլ ան, գեղեցիկ, եկեղեցի մտ նկարի։ Չես գնաց։ Շատ գեղեցիկ մտահաղացում է։ Վազգեն Սարգսյանն է հիմքը դրել։ Ես էլ ասեմ ասել։ Շատ ուժը մարդա մտածել արես ամեն ինչը։ Շատ սիրուն է։ Էն ինչ է անդել, ինչ այլ է, ուրախանում են, հա? Ուրախություն է տիրում Նոյակերտում։ Իսկ մենք պահը բաց չթողնելով գնում ենք ուղիղ հոկտեմբերյան։ Ընկերներ, Նոյակերտը իսկապես հենց այսպիսին պետք է լիներ մոտիկ Մասիսին, որովհետև բոլորս էլ լավ գիտենք, թե Նոյը որտեղից սկիզբ տվեց մարդկության, երկրորդ սկիզբը որտեղից եղավ։ Նոյի շնորհիվ Նոյը իջել է եւ այստեղ է հիմնել առաջին այգիները խաղողի ու սկսել գինի ստեղծել։ Տեսեք Արարատը եւ Նոյակերտը։ Այս գյուղը պետք է ծլարցակի, որովհետև շատ կարևոր եւ խորհրդանշական անուն է կրում։ Այնպես որ բոլորդ իմացեք Նոյակերտի տեղը։ Այն ճանապարհին շատ մոտ է միջպետական, կարող եք գալ, պտտվել ու գնալ, օրհնվել, ստանալ օրհնություն ու գնալ։ Նոյակերտ։ Շատ հաճելի էր ամեն ինչ, գնացինք առաջ։ Սամիր հաշկեր հայկական, կարող է տապվիրել անգամ Ամերիկ